շարունակում ենք մեր հաղորդումները։ Այժմ ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բանասիրության գծով փիլիսոփայության դոկտոր Հասան Օմարի «Արևմտյան Ադրբեջանի մահալները» խորագրով հետազոտությունը։ Խոսափողի մոտ է Հասան Օմարը, Արևմտյան Ադրբեջանի մահալները, Աբարան։ Աբարանի մահալը գտնվում է Ալագյոզ լեռան հյուսիս-արևելքում, Փամբակի լեռնաշղթայից արևելք, Աբարանասու գետի ափին։ Մահալը հյուսիսից սահմանակից էր Փամբակի, արևելքից Դերեչիչեքի, արևմուտքից Շորայելի, հարավից Սեյդլի Աղսախլի մահալների հետ։ Մահալի 39 բնակավայրերը հիմնականում բնակեցված էին մեծ չոբանգարա թուրքական ցեղերով։ Մահալի վարչական կենտրոնը Բաշ Աբարան բնակավայրն էր։ Աղբյուրներում տեղեկություններ կան առաջին 5-րդ դարերում Աբար թուրքական ցեղի այստեղ բնակության մասին։ Երևանի գավառում 16-րդ դարի փաստաթղթերում Աբարանօղլու անունով գյուղի գոյությունը թուրքական ծագում ունեցող Աբար կոչվող ցեղի գոյության հաստատումն է։ Արաբների արշավանքներից հետո մահալը 11-13-րդ դարերում անցել է սելջուկների, 14-15-րդ դարերում մոնղոլների վերահսկողության տակ։ 16-րդ դարից մինչև 19-րդ դարի 30-ական թվականները եղել է Իրավանի խանության մահալներից մեկը։ 19-րդ դարի 1840-ական թվականներից մինչև 1920 թվականը Աբարանի մահալը եղել է Իրավանի նահանգի Էջմիածնի գավառի կազմում։ Ներկայիս Հայաստանում խորհրդային իշխանության հաստատումից հետո 1921-30 թվականներին մահալը Բաշ Աբարան անունով ընդգրկվել է Հայաստանի ԽՍՀ Էջմիածնի գավառի վարչատարածքային բաժանման մեջ։ 1930 թվականի սեպտեմբերի 9-ին մահալի տարածքում ստեղծվել է Աբարան անունով շրջանը։ Դերեչիչեք Դերեչիչեկի մահալը հյուսիսից շրջապատված էր Փամբակի, հյուսիս-արևելքից Շամշադդիլի, հարավ-արևելքից Գյոյչայի, արևմուտքից Աբարանի, հարավից Գլխբուլաղի մահալներով։ Մահալի անվանումը վերցված է Դերեչիչեք գյուղի անունից, որը գտնվում է Ալիբեյ լեռան ստորոտում Աշաղը աղտայից դեպի արևելք ձգվող անտառում։ Իրավանի խանության 15 մահալներից մեկը հանդիսացող 39 գյուղերը ներառող Դերեչիչեկի մահալի կենտրոնը եղել են Դերեչիչեկը եւ Բեժնին։ Մեղմ կլիմա ունեցող մահալը պատմականորեն եղել է Իրավանի խաների եւ խանական ազնվականների ամառանոցը։ Ցարական Ռուսաստանի կողմից Իրավանի խանության գրավումից հետո Դերեչիչեկի մահալը միացվել է Գյոյչայի մահալին, իսկ նրանց տարածքում ձևավորվել է նոր Բայազիդի գավառը։ 1828 թվականի մահալի տարածքում հայերի ու մոլոկանների բնակեցմանը զուգահեռ այս տարածքներից արձակվել են տեղի թուրքերը։ 1930 թվականի մահալում Աշաղը Աղտագյուղի անունով ստեղծվել է Աղտայի շրջանը։ 1946 թվականին փոխվել է Դերեչիչեք գյուղի անունը եւ հայերեն վերանվանվել է Ծաղկաձոր, իսկ 1950 թվականին Զանգի գետը Հրազդան։ 1959 թվականին Դերեչիչեկի մահալը վերանվանվել է Հրազդանի շրջան։ 1948-53 թվականների տեղահանությունից հետո ադրբեջանցի թուրքերը ապրում էին ընդամենը 4 գյուղերում՝ Գայեգոջա, Թեքելի, Գորչուլու եւ Միսխանա, Դերեքենդ, Փարչենիս։ Եթերում ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բանասիրության գծով փիլիսոփայության դոկտոր Հասան Օմարի «Արևմտյան Ադրբեջանի մահալները» խորագրով հետազոտությունը։ Դերեքենդ Փարչենիսի մահալը գտնվում էր Իրավանի խանության հարավ-արևմտյան սահմանին, Արազ գետի աջափին։ Այս մահալը հյուսիսից սահմանակից էր Սաաթլիի մահալի, հարավից եւ արևմուտքից Օսմանյան կայսրության, իսկ արևելքից Սուրմելիի մահալի հետ։ Դերեչիչեք Փարչենիսի մահալը բաղկացած էր 3 հովիտներից, որոնք ձգվում էին Բայազիդի սահմանից մինչև Արազ գետը։ Արևելյան կողմից Փարչենիսի հովիտը սկիզբ էր առնում Զոր լեռան լանջին, Զոր լեռան ստորոտի լանջերից։ Դերեքենդի հովիտը Փիրիլի եւ Թեկալտի լեռների ստորոտի ստորին լանջերից։ Այս երկու հովիտները կապված էին Գյանջավադի հովտի հետ, իսկ Հաջի գետի ստորոտին հատվածները, որտեղ հոսում էին երկու հովիտների բոլոր աղբյուրները, կոչվում էր Գյանջավադի հովիտ։ Երրորդ հովիտը կոչվում էր Փառնաուդի հովիտ։ Այս հովիտը սկիզբ էր առնում Քյորողլու լեռան ստորին մասից եւ միանում Արազ գետին, Քյաղզմանի լանջի, Քյաղզմանի սանջակի, Կարսի փաշայության մոտ։ Փարչենիսի հովտում կար 26 բնակելի գյուղ, իսկ Դերեքենդի հովտում 54։ Եթե դրանց գումարենք պատերազմի
պատերազմի ժամանակ ավերված 8 գյուղերը, ապա այս մահալը ընդհանուր առմամբ ունեցել է 88 գյուղ։ Իրավանի իշխանության գրավումից հետո Դերեքենտ Փարչենիսի մահալը ներառվել է այստեղ ստեղծված այսպես կոչված Իրավանի գավառի մեջ։ 1849 թվականի հունիսի 9-ին Իրավանի գավառը վերածվել է եւ ստեղծվել է Իրավանի նահանգը։ Սուրմելի մահալին միացված Դերեքենտ Փարչենիսի մահալը ներառվել է Իրավանի նահանգի կազմում ստեղծված Սուրմելի գավառի կազմում։ 1921 թվականին ԽՍՀՄ-ի եւ Թուրքիայի միջև կնքված Կարսի պայմանագրի համաձայն Դերեքենտ Փարչենիսի մահալը միացել է Թուրքիայի տարածքին։ Գառնիբասարի մահալը գտնվում էր Աղրդաղի հովտում, Արազ գետի արևելյան ափից մինչև Գյոյչայի մահալը ձգվող տարածքում։ Զանգիբասարի, Գրխբուլաղի, Վեդիբասարի եւ Գյոյչայի մահալներով շրջապատված Գառնիբասարի մահալի լեռնային եւ հարթավայրային հատվածները երկու մասի են բաժանվում Գառնի գետով, որը սկիզբ է առնում Արմաղանի լեռնաշխտայի բարձր գագաթներից եւ անցնում ամբողջ մահալի տարածքով։ Այս գետի անունից է վերցված նաեւ Գառնիբասարի մահալի անվանումը։ Գառնիբասարը Վեդիբասարից բաժանում են Գզլդաղ, Աղդաղ լեռնաշխտաների տարածքով գտնվող Գզլդաղ, Ելլիջե, Գագաուզ, Բայբուրտ լեռները, որոնք ձգվում են մինչև Արազի ափը։ Գառնի գետի աչափին գտնվող Բաշ-Գառնի գյուղի տարածքում տեղակայված եւ Գարգար, Գյարգյար, Հերհեր թուրքական ցեղի անունը կրող Գառնիի ամրոցը եւ Գառնիի տաճարը վկայում են մեր թվարկությունից առաջ այս տարածքում հին թուրքերի բնակություն հաստատելու մասին։ Կենտրոնը Գամարլի բնակավայրը հանդիսացող եւ 52 գյուղերը ներառող Գառնիբասարի մահալը եղել է Իրավանի խանության 15 մահալներից մեկը։ 1828 թվականին ռուսական արշավանքներից հետո մահալը ընդգրկվել է Իրավանի գավառի կազմում։ 1930 թվականի սեպտեմբերի 9-ին հայկական ԽՍՀ կառավարության որոշմամբ Գառնիբասարի մահալի 507 քառակուսի կիլոմետր տարածքում ստեղծվել է Գամարլիի շրջանը։ 1945 թվականի սեպտեմբերի 4-ին Գամարլին վերանվանվել է Արտաշատ։ 1948-53 թվականների տեղահանությունից հետո Գառնիբասարի պատմական տարածքը ամբողջությամբ հայկականացվել է։ Դուք լսեցիք բանասիրության գծով փիլիսոփայության դոկտոր Հասան Օմարի Արևմտյան Ադրբեջանի մահալները խորագրով հետազոտությունը։ Շարունակությունը մեր հաջորդ հաղորդումներում։